Լավ, աջրջրոցները կորելա։ Բարևում եմ բոլորից, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ առաջ եմ տուն եկել, մի քանի կարևոր գործեր եմ արել, հիմա եկել եմ օձեր հետ կոֆե խմեմ։ Ինձ փոքր վազն եմ բերել, ուզում եմ տեղափոխել այստեղ, քանի որ արդեն քիչացել է, տեղափոխեմ փոքր վազայի մեջ։ Սրանի 4 հատ ունեմ։ Շատ սիրով եմ օգտագործում և շատ շուտ եմ գնել։ Իսկ քանը մնաց Ռուսաստանի կոնֆետներից, բոլորին հասցրել եմ, ու դեռ այսքանը կան։ Մեծ բռերով բաժանել եմ, սիրելիներս։ Այս մեկն էլ բոմբոներկայի հատիկա։ Այսպես։ Սա կտանեմ արդեն մյուս սենյակ, հյուրասենյակում են իմ այս սիրուն բաները։ Մի հատ կոֆե տնենք հեռը և շարունակենք մեր զրույցը։ Այսօր մարտի 7-ն է, սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից որ եկել եմ, երկրորդ անգամ չեմ գնալու, քանի որ վաղը տոն է և ազատ եմ բոլորս էլ կոֆե լցնեմ։ Կոֆեն էլ կոփերեմ կավելացնեմ, քանի որ կատան է, իսկ մինչ այդ մի հատ էլ Ես տոտրատուցնում եմ, հոքրիկ սիրում դրում եմ կատարել, հոքրիկ, մեծ նոր եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, ինքան գրավիչ էր, ուզում էի ամբողջ արկղը գնել ու տուն բերել, բայց համեստորեն այս մեկն եմ վերցրել, շատ թանկ էր, բայց երբ որ ինչ-որ մի բան է թանկալինը, միշտ հիշում եմ Գիգորին, որ ասում է բալե թանկ էր աղա ջան, ինչքան էլ թանկ լինի, սիրելի հետևորդներ ջան, այդ պահին մեր համար շատ կարևոր է, որ մեր աչքին շոյենք, մեր հոգում, մեր սրտին գոհացնենք ինքներս։ Այստեղ։ Դες ասում բարոն պանիգորը նույնպես թանկ էր։ Սիրելի հետևորդներ ջան, բարոն պանիգոր, ներողություն ինձ զանգ է գալի շատ կարևոր։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, կոֆես այս ընթացքում եփել է, անջատել եմ, որ ասեցի կարևոր զանգ է, գրեթե 5 րոպե ավել զրուցում էի, ինձանից ակլոր են ուզում, խնդրեցին, որ մաքրեմ։ Ճիշտն ասած, այդ ուղղությունով չէի ուզում այսօր վլոգս վարել, այդ թեմայով ընդհանրապես չէի ուզում զրուցել, վայ ներողություն, նորից են զանգում, պետք է պատասխանեմ։ 1000 անգամ ներողություն, սիրելի հետևորդներ ջան։ Ասեցի, որ վլոգ եմ նկարահանում, կոֆե եմ եփել, կոֆես պիտի խմեմ ու նոր այդ գործը անեմ։ Վայ, մտքերս լրիվ ցիրուցան եղան, բայց նաև շատ ուրախ եմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ գիտեք, որ ակլորներ ունեմ վաճառքի ու ընդհանրապես սենց մի հատ խոսք կա էլի, մեծերից եկած, մեզ հասած, որ գնորդին հետ չեն տալի, այդ հենց չուզեցի ասել, զբաղված եմ, վլոգ եմ անում, մի քիչ հետո և այլն, ճիշտ է շատ լիքը գործեր ունեմ, բայց դա նույնպես շատ կարևոր է իմ համար, մի խոսքով եկեք կոֆե խմենք, այս ընթացքում դուք ձեր կոֆեն արդեն եփել եք, նաև երևի խմել եք, բայց ես դեռ չեմ խմել։ Ծամոթ մարդեր ու լիքը կատակներով զրույցներ ենք արել նաև գովեստի խոսքեր են ստացել, ինձ հետևում է, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, հետարքիր զրույց ունեցանք, տրամադրությունս բացվեց,
ոչ թե ասենք, որ ակլոր են վաճառում այդ պահով, այլ ուղղակի, երբ որ լավ մարդկանց հետ զրուցում ենք, եւ շատ հետաքրքիր է ստացվում, հատկապես որ լիքը գովեստի խոսքերի արժանացա իմ այս վլոգ վարելու համար եւ շատ ինձ շոյված եմ զգում, երբ որ տվյալ գործը անում ենք ու գնահատված ենք լինում, հատկապես հասարակության կողմից արժե որ լիաթոք ուրախանալ։ Կոֆես խմեմ, սիրելի հետևորդներ ջան, ձեր հետ մինչև վերջիկումը ուզում եմ խմել։ Ուզում էի, որ որպես նախատոնական օր նաև ձեզ շնորհավորել, քանի որ իմ այս վլոգը դուք վաղն եք դիտելու, վաղն է ձեզ հասնելու մարտի 8-ին, մայրիկների տոնն է վաղը, ես այդպես եմ միշտ ասում, ճիշտ է միամսյակ է հայտարարված, ասենք արդեն քանի տարի է Հայաստանում միամսյակ է նշվում մայրության, գեղեցկության, սիրո տոնը, բայց ես միշտ ասում եմ մարտի 8-ը մայրիկների տոնն է։ Կոնգիս ռանգին ոտիս առաջ մինգ եք, հա սիրուններ ջան։ Այ սիրուններ։ Վլոգը շաքարով կտրեցին սիրելի հետևորդներ ջան, թենց կա չէ, որ իրար հետ լավ զրույցի բռնված զրուցում են մի քանի հոգով, հետո այնքան լավ թեմաներ են խոսելիս լինում, որ անընդհատ մեկն ուզում է իր խոսքը ավելի շուտ ասի, հետո ասում է խոսքը շաքարով կտրեմ, նրան ընդհատում է իր խոսքն առաջ տանում, հիմի իմ վլոգը շաքարով կտրեցին, եկել եմ, որ ակլորը բռնեմ, այդ մարդը կարևոր հյուր ունի և ուզում է իմ պահած ակլորով պատիվանի, դրանից նույնպես ես ինձ լավ եմ զգում, հարգված եմ զգում, քանի որ նաև իմ այս աշխատանքն են, իմ համագյուղացիները գնահատում, ոչ միայն իմ վլոգներն են գնահատում, որպես լավ եմ կատարում, այլ նաև իմ այս տնտեսության գործերը, որ ցույց եմ տալիս, նաև այս իմ գործն են իրենք գնահատում, գովեստի խոսքեր ասում։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, թեպետև այո շաքարով կտրեցին իմ վլոգը, ուզում էի որ սիրուն ձևով ձեզ շնորհավորել իմ խոհանոցից մեկ բաժակ կոֆեի շուրջ, բայց այդպես ստացվեց ու հիմա անկեղծ մտքերս իրոք ցրվել են, հիմա համ եկել եմ ստեղ, համ ուզում եմ նաև ընտրություն կատարեմ, տենան որ մեկը պետք է բռնեմ, գիտեք արդեն որ այս բոլոր գործերը ես եմ անում, կադրից դուրս այդ ամեն ինչը կանեմ, հիմա մի հատ նայեմ ընտրեմ, չեմ ուզում այս գործի վրա ձեզ շնորհավորել, դե ոչինչ, ընդհանրապես, երբ որ մարդը մի բան ա որոշում, հետո իր ուզած ձևով չի լինում, միշտ ասում ենք, հա դե թենց ա էլի, որ որոշում ենք չի լինում, ես չեմ նեղվում, քանի որ ուզում էի նախապես շնորհավորել մարտի 8-ի կապակցությամբ, բայց կիսատ մնաց իմ զրույցը, շաքարով կտրեցին, հո դառնությունով չկտրեցին, չեմ նեղվում, հիմա ընտրությունը կատարեմ, մեծ ակլոր են ուզել, այս կարմիր ակլորը բռնեմ, դրեն երկուսին գիտեք ակլորացու են պահում, այ այս պերլամուտր պոչիկը, եկել են նարնջագույնը, նրանք իմ ակլորացուներն են, դրանից հետո որպես թմբլիկ, կամ էլ սպիտակը կամ կարմիրը, հիմա մի հատ հեռվից նայեմ, ընդհանրապես ուզում եմ որ մարդկանց սրտով լինի, սպիտակի կատարը ավելի մեծ է, ինքը ավելի թափով է երևում, ուրեմն սպիտակ ակլորն եմ բռնում, դե ես գնամ հետս ցորեն եմ բերել, որ ցորենը տամ ու հեշտությամբ բռնեմ, կենթանում չչարչարեմ, դե իհարկե ես էլ չչարչարվեմ, մի հատ այդ սետ կյանքով ցորենը կշփեմ, որ դուրս չգան իրանք ու ես մտնեմ ներս, քշոք, գնացեք լավ, այս վերջի շատ ձինը որ եկավ, այս սետ կեն կրացրել է, այս էլ պետք է գա ուստի սարքեմ,
ակորացել, գնամ եմ մի կողքի ցորենը տան, որ ընդյան հեշտ բռնեմ, էլի։ Գնացեք զանգի զրանգի, գնացեք, ոյ, զանգի զրանգի, խելոք մնա, սիրել հետևորդներ ջան, ես մեծ ակլորն եմ բռնել, ու հիմա, որ սենց կախ եմ գցում արդեն, ապրանքը հանգստանում է, էլի։ Ես կադրից դուրս ամեն գործ անեմ, սիրելի հետևորդներ ջան, և ուղարկեմ այդ մարդկանց պատվավոր սեղանին։ Ցորենը լրիվ չեմ տվել։ Ես եկա, սիրելի հետևորդներ ջան, ակլոր հանգստացել արդեն, ջուրը դրել է, նոր գնացել, բայց ոնց որ մի քիչ էլ ուզում տաքանա, մինչև ես իմ շուրջը հավաքեմ, կազմակերպեմ, իմ բաժակը, իմ ջազգում, մի հատ բերեմ ես կողմ, թմբլիկ նորը բերեմ ես կողմ, արխիվեայի մոտ, մի խոսքով կարգավորումներ կատարեմ, կոֆեն հիմա լցնեմ, կոֆեն, ոնց որ թե հա, կարելի է կոֆեներ լցնել, հազիվ ժամանակ կա ասելով, մի քիչ էլ որ ջուրը տաքանա, որ ավելի հեշտ փետեն բմբուրները, կոֆեն որ անցած անգամ շատ էի գնել, հիմա լցնեմ, այս այդ գործերը առաջ եմ գցում, մինչև են մի գործը, որ սպասում ենք լինի, մեր գործերը առաջ տանենք, ժամանակը այդպես, ինքներս մեր համար ժամանակ ենք ստեղծում, միշտ ասվում է, չէ, ժամանակ չկա, ասենք որ հատկապես, որ երկար ժամանակ մեկը մեկին չի զանգում, ասում է, այդ խիչ ես զանգ տալի, մի երկու բառ խոսում, հլա տենամ ինչ կա, ոնց եք, հալ, փոս, դենց, հա, ասում է ժամանակ չկա, ժամանակը ոսկի է, սիրելի հետևորդներ ջան, ջուրը տաքացել է լավ, անջատեմ գազը, հիշենք, որ դանակը տաք ջուրը չի կարելի, ու արդեն սպիտակ չալտիկ ակլորին, շոքե բանիկ ուղարկենք, արագի մեջ, մարդիկ սպասում են, քանի որ իրանք իմ վլոգը շաքարով կտրեցին, ես էլ այս ակլորով շաքար վլոգ կանեմ իմ և ձեր համար, նաև սիրելի հետևորդներ ջան, էլի զանգը ստացա այս ընթացքում, դե ամեն անգամ չեմ ասում, վայ զանգում են, խնդրեցին, որ ես պետք է եփեմ, և էլի գովեստի խոսքեր, մի խոսքով ակլորը պետք է ես եփեմ, եփած եմ տանելու, այսենց, ես մի կոմ, շոք է բաղնիկ, ծուղրուղու արա է, անհաղթակլոր, ես ինչ լավնա է մաշկը, նանակ այս կուրը դնեմ, ընտիր, երղոտ, ծմերը գարի ակերել, դրանից հետը ծորին ակերել, ճուտ վաղտնել, դե գիտեք էլի, են ինչ լավ, աղացած գարի, շղաղած, ծորենի թեպի հետ, ես ինչ պահած, մուրազով պահած ապրանքա,
Ընդհանրապես, որ մի բանը սրտով արվում, համողանում ավելի խոսքը ուտելիքին ա վերաբերվում, սիրելի հետևորդներ ջան, անկախ նրանից, թե ինչ ուտելիք ենք սարքում, այն բանը, որ վերաբերվում ա ուտելիքին, եթե սրտով ա արվում, ավելի ա համովանում, գիտեք ինչի, որովհետև մեր դեղական էներգիան փոխանցվում, էներգիան շատ հզոր ա, սիրելի հետևորդներ ջան, հատկապես մարդու էներգիան, սենց, մատխաշ, ջահել, իսկը ուտելու վախն ա, իսկը բամբուրները հեշտ են մաքրվում, բամբուրները հեշտ են կամուն տալիս, աչքիս մի հատ էլ ես մոքթեմ իմ համար, մի հատ էլ ես վայել եմ էլի, ասմա քորանային աչկը, որ ձերքին իրան չտենա, լա տենանք էլի, բայց թե էթը մի ոչ, մինես ճամփու դնեմ, մինչև ես էլ կեփի, դհա լավ, ես էլ կգնամ, մի գործ կանեմ դրանը, կեփի, զանգ կտամ, կգան կտանին, տղաներով են հավաքվում սիրելի հետևորդներ ջան, կգնան, միտեղ կնստեն, խանութից մի երկու թթու կծու կտանեն, հետո այս ակլերը կվայելեն մեր բնության գրկում, այսօր մի քիչ ցուրտ ա, մի քիչ տաք ա, բայց թե լավ ա, այս ո՞րն է, սանգիներ, թե զրոնգին ասպասեք, ընդհանրապես սիրելի հետևորդներ ջան, որ շունը հաչում ա, շատ ուրախացել, էլի էին հաչել, բայց ասենք սենց չէ էլի, պատուհանը կիսաբացավ, որ այս հոտերը գնա, իրանք էլ ստեղ պատուհանի մոտ են, կսկս ենք անում, սենց բան ենք անում էլի, դուխ ենք տալիս, որ իրանք լավ շուն դառնան, վախկոտ չլեն, շանաչկը որ վախում ա, նա լավ շուն չդառնում, մի հատ տոպրակ բերեմ այս բմբուլները, Ստյան վիրունին, ես պահինձը դեսը բերեմ, շուկ չկավրիս ես էպական ջուրը, հեսա տոպրակը կա, մի հատ որ տենց ամեն բան թողի ու ես սկսեցի, ուզում էին այս արագ կազմակերպեմ, որ հետո անգամ սենք ցույց չտամ, այս գործը շուտ շտանեմ, մաքնեմ, այս որցակը ճամփու դնեմ, բայց հետո, որ հիմա զանգեցին, որ պետք է ես էփեմ, իմանալով իմ ձեռքի շնորհքը, իհարկե նաև իմ դրական էներգիան, արդեն բլոգս այս ձևով շարունակեցի, կարծում եմ ձեզ դուր կգա և հաճույքով կդիտեք, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, տարածել, որ իմ ակլորից շատ իրական առնեն տոնեն ուտեն, իմ տեղն իմանան, մատներս վարեց, ես արդեն կարամ ես կողքին ցած դնեմ, ոտն ու գլուխն էլ կմաքրեմ, բայց ասեմ, որ ոտն ու գլուխը որ մաքրում եմ, առանձին էփում եմ, հետո իմ շներին եմ տալի, կատարը մեծ ա, կարամ կատարը պոկեմ, հետո իրա քարջիկ մարջիկի հետ էփեմ, փորի միջին որ դնում ենք է, որ ամեն ինչը հանում ենք արդեն, քարջիկը, ջիգարը, սիրտը, կատարն էլ հետը դնեմ, փորի միջին դնեմ, ոտները թելով կապեմ ու էփեմ, սենց, լավ է հետվում է, ջանը շարմախ, ես միշտ զգուշ եմ ըլնում, որ թևերի բմբուլները հանելիս, թևերի միսը հետը պոկեմ, ոչ, թևը սիրուն էլի,
Սրա մի պատարակ։ Միշտ համեմատում ենք համով բաները պատարակի հետ, սիրելի հետևորդներ ջան։ Հնուց եկած խոսքա, վենձի ասած խոսքա, որը պետք է ոչ մի անգամ չմոռանանք։ Մեր մեծերը շատ իմաստուն խոսքեր ունեն, ու եթե այդ խոսքերը մենք մեր կյանքում կիրառենք, հաստատ վնաս չենք անի։ Շաքարը, թից մի հատ երբ կա, չէ, շաքար ջանիկ մերն եմ։ Շաքար։ Էլի պետք է ջուրը դնեմ, ստեղ կոշտ է, չի բողվում, հոպա։ Կատարիկ, ոյ, ես էլ ենք մաքրում, ընդհանրապես ես տոտիկնու վրաս հենց կաշի ալում, որ տակ ջուրն ենք գծում, էդ էլ ապոտ կալի, ես եղումնիներ բոգեմ, որ իմ շների մալապեպ եմ, էդ գծեմ էդ վեդրով, են մինա հանեմ, չի լավ, ես չանգերը հանեմ ակլորի, որ լապի միջին հանգարց իմ շանկոգորդին չմնա, այսենց, ես տեսը բերեմ, որ ծլծլավոչ, պետք է որ արդեն իլացելի, արդեն բմբուրներից մաքրել եմ ակլորին, մնում է խանձեմ, հատ էլ գազը սրբեմ, ջրի կաթիլներով, ինչքան մեր արած գործից հետո շուտ մաքրում ենք գազօջախը, սիրելի հետևորդներ ջան, այդքան մաքուր է մնում ու շատ նենց ինչ-որ նյութերի կարիք չի լինում։ Այս ձևով էլ այն մազմզուկները կխանձվի, նաև այս խանձերն է շատ կարևոր, թե մաքրվելու համար և թե պետք է զգուշ անենք, որ միսը չեփի, չվառվի, կաշին չպոկվի, որ սեղանին դրված արդեն ինքը սիրուն լի։ Շներս հաչում են մի խոսքով, սամալյոտի ձենի վրա են աչում աչքիս, սամալյոտը երևի ցածր է թռչում, ձենը լավ լսվում է, սենց, կիլոյից ավել է, սիրելի հետևորդներ ջան, ես պահին չեմ կշռում, իրանց այդ քաշը չի հետաքրքրում, իրանց հետաքրքրում է անարատ ակլորի միսը, սենց, իհարկե գին եք պայմանավորվել, այսպես, արևտուրը մնում է արևտուր, հարգանքը մնում է հարգանք, հարգելով իրանց ես ակլորը կեփեմ։ Ակլորը խանձել եմ վերջացրել, արդեն փորը մաքրելու ժամանակն է, ամենասկզբից ես միշտ ստեղից եմ սկսում, այս այն մասն է, որով հավը կամ ակլորը կտուցը բերում աստեղ, յողային մաս կա, իրա կտուցով քաշում է, իրա մաշկից ինքը իրան մաքրում է, այս իմ սիմչկային։ Որից հետո արդեն լոտերը սենց հեռացնում ենք, մի դժվար բան չի, եթե կյանքում հանկարծ առիթ լինի, կարող եք համարձակ անել։ Ինչքան շատ բան ենք իմանում այս կյանքում, հեշտ է լինում ապրելը։ Այսինքն մի քիչ հեռացնում ենք ու փորը բացում սուր դանակով։ Հենց ենք անում, որ փորը բացելու ժամանակ աղիները չվնասենք, չբացվի աղիները,
որ մսին հոտ չտա։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այս պահին մի հատ ստեղ էլ իրա այս մասից ունի կտրելու։ Ավելորդ տեղերը կտրում ենք, կատակով սրան ասում ենք շարիկ, շարիկը կտրում ենք, այսպես, ես էլ սիրաշկային, դամակս մի հատ ջուրը հողացել լվամ ստեղ, թեն աղիները հանում եմ, սիրտակ, յուղոտ էլի, աղիքներից հետ յուղա բռնում, ոյ, ձվերը, ակնորի ձվերը, սրել հետևորդներ չան, զգուշ, երկար եղումների երբեմն պետք է գալիս, բայց ստեղ արդեն բանակով պետք է կտրեմ, ինչև աղիքները չհանենք, իրավունք չունենք, ջիգարի սիրտը հանենք, այս ստեղ եմ դնում ամանկա դրած, այս իմ շները կուտեն, դամակ սրբեմ, այսպես, ինչ աման եմ բերում, որ ջիգարը դնեմ մեջը, այս ամանը, կարճիկը հանեմ մի հատ, հետո նոր կանցնեմ ջիգարի միգարը հանելուն, կտրում եմ զգուշորեն, եկան, ամեն րոպե ձեռքերը սրբելու անհրաժեշտություն առաջ անում, հատկապես որ ջիգարն ենք հանում արդեն, ջիգարը պետք է զգուշ անենք, որ լեղին չպայթի, լեղին եթե պայթեց, բառնություն ա տալի, թե ջիգարին և թե մսին, զգուշ, ինքը ստեղ տեղ ունի բռնում ենք, հետո կամաց շարժումներով մեր մատերի մեջ հավաքելով հանում ենք, այո, ես էլ ջիգարը, ես իրա լեղինա ջիգարից կպած, սիրել հետևորդներ ջան, կանաչ գույնի պարկա, ես էլ պտի զգուշ հանեմ, որ չպայթի, շներս վազվզում են, հավերին փակած թողի, բաց չեմ թողել, ոյ, ես էլ լեղին, բմուրների մեջ կցեմ, ջիգարը հանեցի, ընտիր, սիրում, առողջ, ես ամանի մեջ եմ դնում, որ արդեն կարի ասել հանգիստ եմ, կմնա քուչը, ես բլոջիկը, լատենակ սիրտ ունի, ակլորը, թե ան սիրտա, ես էլ ակլորի սիրտը, ձեռքերս էլ լվամ, այսպես, հետո քուչը, արդեն այս կողմից, շատ շուտ կեպ ինքը, ջանելա ապրանքը շուտ ա եփվում, այս էլ քուչը, ես արդեն դեն ենք նետում, սյո, պատրաստ ա, մնում ա տանեմ լվանամ, սպիտակ թոքերը նույնպես հանում եմ, սա հետը չենք եփում, սենց, Սիմայի վախտը բերեց, այսօր մեիս ա ուտելու, թոքերն էլ ա շատ առողջ, ստեղ մոտավոր, մատերը ստանում եմ, էլի զգուշորեն իրա ողերի ծամուր կպածա, սպիտակ թոքը, այս սենց, էլի առողջ ա սիրելի հետևորդներ ջան, բա ձվերը, վայ չուտողին, կատարը
մենակ մեզ կատարն է պետք, ահա, մեծ կատար, կարմիր, այսենց կաշին հետ եմ քաշում, որ խորքային, կտրեմ կատարը, գիտեք չէ, խանութներում նաև կատար են վաճառում, այս է կատարը, այս է ստեղ, ինձ մնաց ստեղ, քարջիկը մաքրեմ, Սիմային չեմ թողել կա ստեղ, որ չխանգարի, ես է քարջիկը, իրային միջոկը հանում ենք, ավազով լիքնա, կուջուջարել է, ավազը շատ կարևոր է հավերի մար, սիրելի հետևորդներ ջան, ու հիմա տանում եմ հոսող ջրի տակ լվանամ, ու արդեն պատրաստ է եփելու համար, Սիրելի հետևորդներ ջան, աքլորը պատրաստ է մաքուր, գումարն էլ արդեն բերել են, ապրեն իրենք, կոնֆետների վրա դնեմ, ես ստեղ պատրաստություններ եմ տեսել, ջուրը լցրել եմ, բայց մի հատ պետք է, հոտերը կարտեմ, հա, նաև էլի կարևոր գործ կա, Վահանիկ, չվախենաս Վահանիկն ա եկել, մի րոպե սիրելի հետևորդներ ջան, Տեսեք ով այկել, սիրելի հետևորդներ ջան, բարերի հետևորդներին, Բարև ձեզ, հա, իդեպ սիրելի հետևորդներ ջան, Վահանիկը քույրիկ ունի, նորածնվել, կարող եք Ագապին, կարող եք շնորհավորել, եկել է շամփուրներ տանի, խորոված են անում, հյուրերը շատ են, շամփուրները պակասել է, եկել է շամփուրներ տանի, յապաչիկ, Դե գնամ Վահանիկին ճանապարհեմ, հետո կամ գործը շարունակեմ, արի ազիզ ջան, Վահանիկին շուտ ճանապարհենք, խորոված եք, համպապան է անում, Վահանիկին էլ ճանապարհեցի սիրելի հետևորդներ ջան, անկեղծ այդ լուրը ես դեռ երեկվանից գիտեմ, բայց չգիտեի իրավունք ունեմ, արդյոք իմ վլոգում ասեմ, դե ճիշտ է, մեր հարգանքը շատ մեծ է, բայց գիտեք, որ բաներ կա, որ չենք բարձրաձայնում, մի խոսքով, մի հատ էս տեղավորեմ նոր այդ մասին զրուցեմ, աքլորի ձուն, որ չի տեսեք, թող տենա, հինան տղա, սիրելի հետևորդներ ջան, հիմա քարջիկը, ջիգարը, սիրտն ու պլոջիկը, կատարը, հավեսով, այսենց, ուրախ սրտով, աքլորի փորի մեջ եմ դնում, թելը կտրեմ, թելը, բեր կարելու թել, ձեռքերս մաքուրա, մենակ մի քիչ թացա, դանակով կտրեմ, նոր աղջիկ ածնվել, նոր աղջիկ, սիրուն, Կարող եք շնորհավորել սիրելի հետևորդներ ջան, Տիկին Անահիտին, Վահանիկին, մաղալ այսօր առավոտն եք անտարան, հետո հյուրեր ունեն, ինձ էլ են հրավիրել, պետք է գնամ, մի հատ աքլորը պետք է եփեմ, վայ ոնց պետք է կապեի, հա, սենց, երգերից պահեմ, ստերից պահում եմ ու կապում. որ մեր անհաղթակ լորը չփախչի, այսենց, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, երեք առավոտ ա ծնվել, Վահանիկի քույրիկը, Ագապին, և ամեն բան նորմալ է, ուրախությունից չգիտեմ, ինչ բառեր ասել, ինչ զրույց անել, սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով շատ ուրախ ենք, բոլորս շատ ուրախ ենք, գիտեմ, որ դուք էլ կուրախանաք, ջուրը քիչ է, մի քիչ էլ ենք ջուր ավելացնում, պետք է ջուրը գա երեսը փակի, ես սիրուն պղնձի մեջ ճեպում եմ, ստեղ ջրի կաթիլներ կա սրբեմ, հետո արժե մի հատ կոֆե եփել արագի մեջ,
ջուրը հատել աստեղ, պետք է նորից լցնեմ։ Շատ հետարքիր ձևով, շատ արագ կազմակերպեցի այս ամեն ինչը, որ չէի ծրագրել, չէի նախատեսել նախապես, թե այսօր այս գործն եմ անելու, շաքար ձևով այս գործը եկավ իմ վլոգի մեջ, համովածրեց իմ վլոգը այս գործը, նաև գումարվեց Վահանիկի գալը, որ եկավ շամփուրներ տանելու, սիրելի հետևորդներ ջան, և էլ ավելի քաղցրացավ իմ վլոգը։ Կադրից դուրս է եկել և հասրեցի կոֆեիս եփվելուն, հիմա ավելի հանգիստ եմ, կոֆես լցնեմ։ Եվ հանգիստ ձևով, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ շնորհավորել մայրության, սիրո և գեղեցկության տոնի առիթով, սիրելի մայրեր և աղջիկներ, շնորհավորում եմ բոլորի, ցանկանում եմ լինեք առողջ ու երջանիկ, լինեք սիրված և հարգված։ Ես իմ կոֆեն կվայել եմ, աքլորը կեռա, կճանապարհեմ։ Կարելի է ասել համարյա փրփուր չառաջացան, սիրելի հետևորդներ ջան, և արդեն աքլորը եփվում է։ Սպասեմ եփվելուն, հետո սիրուն կփաթաթեմ և կուղարկեմ իրենց, կգան կվերցնեն։ Նաև ուզում եմ ասել, որ այս վլոգս անընդհատ ընդհատումներով եղավ, անընդհատ խոսքս ընդհատվում էր և չէի կարողանում խոսքս մինչև վերջ ավարտել, այս վլոգը այսպես ստացվեց, սիրելի հետևորդներ ջան, կարևորը որ այն ինչ որ ասեցի, այն ինչ որ արեցի, ամեն բան սրտով է արվում։ Սպասեմ եփվելուն, որպեսզի վլոգս էլ ավարտեմ և ձեզ հաջողություն մաղթեմ։ Մինչև աքլորը կեփվի, սիրելի հետևորդներ ջան, գնացել եմ նկողից գինի եմ բերել, իմ խաղողի թալվարի խաղողիցա, որ ես եմ պատրաստել, արդեն գոլորշին պատեց, ցուրտ է, շատ ցուրտ է, սիրելի հետևորդներ ջան, լցնեմ շշի մեջ, որպեսզի ավելի հեշտ լինի, թե ինձ և թե իրենց, այսպես, բացեմ, եթե կարողանամ, իհարկե, այո, ուրեմն գինին միշտ մինչև բերան լիքը լցնում եք, այսպես պետք է պահեմ և լցնեմ միանգամից, օպա, ստացվեց, քանի որ արդեն ահագին լցրել եմ, լացվածնել է ստալից, Չէ վերջել ուզում եմ լցնել, այսպես, սա լիտր և կես բանկա է, սիրելի հետևորդներ ջան, իսկ սա արդեն կփակեմ, ինչ արեցի, այսպես, ամուր փակեմ, աքլորը շուտով կեփվի, կուղարկեմ, ես էլ կպատրաստվեմ ու կգնամ վերև հարևանիստում աչքալուսանքի, մի հատ էլ ուզում ստուգել, տեսնեմ չի եփվել, կաշին հետ ագնացել, շատ լավ է, մոտ 10 րոպեից պատրաստ կլինի, շատ բարի, Ֆոլգայի մեջ կփաթաթեմ և կուղարկեմ, սիրելի հետևորդներ ջան, որ ամեն բան շնորհքով ստացվի։ Շներս լավ հաչում են, հեսա արդեն եկել են, սիրելի հետևորդներ ջան, եփվել է, անուշ բուրմունքը տարածվել է, անջատում է, ստեղ պատրաստել եմ, որ փաթաթելուց առաջ մի փոքր ջրքանվի, Սենց մի քիչ է սենց եմ ջրքանում Սեղ փակել որ գոլորշին շատ չլցվի մի քիչ էլ թեքեմ այս կողմի վրա
Այսենց պատրաստել եմ հատուկ էսամանի մեջ եմ տեղավորելու փաթաթելուց հետո սիրելի հետևորդներ ջան Անհամբեր սպասում եմ Այս մասը ճմրթված է մի քիչ Սա թողնեմ Նորը բացեմ Քանի որ ամանի մեջ եմ տեղավորելու, մեքենայի մեջ ջուր չգնավ, էսքերով, հավեսով, համարյա ձերքից փրվում է, ինքան լավ երկրել եմ, մի հատ էլ, արդեն կարող եմ էստեղ տեղավորել նույնիսկ, և մի հատ էլ փաթաթել, Սիրելի հետևորդներ ջան, իմ այսօրը այսպես անցավ, այսպես ստացվեց Այս կողմը բաց մնաց, պետք է մի հատ էլ կտրեմ Գորգանել արդեն տաքությունը պահում է Բուլյոնի չեն ուզել, թե չէ բուլյոները կգնեի շշով Եվ արդեն տանում սիրելի հետևորդներ ջան Հա, դե ավելի լավ Ահա, վերցրեք, անուշուտեք Շատ բաբեք Սոյս բարի ժամանց Չան ձեզ Եղավ Ուլիկը տեղա Արիզանգից Դեն սիրելի հետևորդներ ջան ավարտում եմ վլոգս և գնամ աչքալուսանքին մասնակցելու